Ծուռն ու շիտակը։ Ռուսական ժողովրդական հեքիաթ։ Մի անգամ ծուռն ու շիտակը վիճեցին, թե ինչով են ավելի լավ ապրում՝ ծռությամբ, թե շիտակությամբ։ Ծուռն ասաց. ավելի լավ է ապրել ծռությամբ։ Շիտակն ասաց. չէ, ավելի լավ է շիտակությամբ։ Վիճեցին, վերջը իրար չհաղթեցին։ Ծուռն ասաց. գնանք դպիրի մոտ, նա մեր վեճը կլուծի։ Գնանք, ասավ շիտակը։ Եկան դպիրի մոտ։ Լուծիր մեր վեճը, ասաց ծուռը։ Ինչով ավելի լավ կապրեն, ծռությամբ, թե շիտակությամբ։ Դպիրը հարց տվեց. Ինչի վրա եք կռած եկել։ 100 ռուբլու։ Գիտես ինչ, շիտակ, կռազը տարվել ես։ Մեր ժամանակներում ծռությամբ ավելի լավ են ապրում։ Շիտակը գրպանից 100 ռուբլի հանեց ու տվեց ծուռին, բայց դե էլի իրենը պնդեց, թե շիտակությամբ ապրելն ավելի լավ է։ Գնանք դատավորի մոտ, տեսնենք նա ինչ կասի, ասաց ծուռը։ Եթե քո ասածը եղավ, ես քեզ 1000 ռուբլի կտամ, թե հո իմ ասածը եղավ, 2 աչքդ հանես ինձ տաս։ Եկան դատավորի մոտ, հարց տվին, թե որով է ավելի լավ ապրելը։ Դատավորը նույն բանն ասաց. մեր ժամանակներում ավելի լավ է ծռությամբ ապրել։ Դե տուր աչքերդ, ասաց ծուռն ու շիտակի աչքերը հանեց ու թողեց գնաց։ Շիտակը մնաց խավարում, երեսի վրա ընկավ գետնին ու խարխափելով փորձող տվեց։ Էդպես սողալով հասավ ճահճին ու պառկեց խոտերի մեջ ու մնաց։ Գիշերվա կեսին ճահճում քաչքերը հավաքված էին։ Դրանց մեծավորը հարցրեց, թե ով ինչ է արել, պատմի։ Մեկն ասաց. Էս ինչին եմ խեղդել։ Մեկ էլն ասաց. Էն ինչին մեղքի մեջ եմ գցել։ Ու հերթը, որ հասավ ծուռին, գլուխը գովեց։ Ես գռազով շիտակից 100 ռուբլի եմ տարել ու 2 աչքը հանել։ Աչքն ինչ է որ, ասաց մեծավորը։ Էս ճահճի կանաչը քսի թե չէ, աչքերն էլի կբացվի։ Շիտակն էլ պառկած ականջ էր դնում։ Մեկ էլ աքլորները կանչեցին թե չէ, քաչքերը անհետացան։ Շիտակը ճահճի կանաչներից պոկեց ու աչքերին քսեց։ 1 դրեց, 2 դրեց, մին էլ հանկարծ աչքերը բացվեցին։ Վեր կացավ, էդ կանաչից էլ քաղեց հետն առավ ու ճամփա ընկավ։ Էդ ժամանակ մի թագավորի աղջիկ կուրացել էր։ Թագավորը ամբողջ աշխարհին իմաց էր տվել, որ ով իր աղջկա աչքերը բուժի, աղջկանը հետը կպսակի։ Շիտակը կանաչը բերեց, աղջկա աչքերին քսեց ու բուժեց։ Թագավորն ուրախացավ, շիտակին իր աղջկա հետ պսակեց ու պալատում էլ պահեց։